ABC մեդիայի հարգելի հետևորդներ, զրուցելու ենք Վաղաշապատի ավականու Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հետ, շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ բարեկամներ։ Պարոն Մկրտչյան, Հանրապետություն կուսակցությունը ինչով է տարբերվում մյուսներից եւ ինչու պետք է քաղաքացին ընտրի ձեզ։ Նախ Հանրապետություն կուսակցությունը համոզված անկախականների կուսակցություն։ Իսկ ես այս ընտրություններին մոտենում եմ առաջին հերթին աշխարհաքաղաքական հայացքով։ Առաջադրված քաղաքական ուժերը ուր են ուզում տանել Վաղաշապատը եւ Հայաստանի Հանրապետությունը հավաքական առումով։ Գիտեք, 3 անգամ հայտարարություն եմ արել միջև ընտրություններն համայնքապետի հրաժարականից հետո, Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո 3 անգամ հայտարարություն եմ արել, քանի որ քաղաքացիները անընդհատ ինձ հորդորում էին առաջադրվել, 3 անգամ հայտարարություններով ես հաստատել եմ, որ Վաղաշապատ խոշորացված համայնքի իհարկե ընտրություններից հետո դուք ինքներդ կտեսնեք, թե որքան է թիվը։ Ես 3 անգամ հայտարարել եմ, որ չեմ պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Ինչը ստիպեց։ Ստիպեց այն, որ կրկնում եմ, առաջադրված քաղաքական ուժերը Վաղաշապատից Գյումրի 2 են ուզում ստանալ։ Իսկ դա ինձ համար սկզբունքային հարց է եւ ես դա թույլ չեմ տալու։ Կլինի հաղթելու ճանապարհով, կլինի այլ հետընտրական ճանապարհով։ Տեսեք, ձեր առաջարկած ծրագրերը բավական հավակնոտ են, նոր ճանապարհներ, երիտասարդների համար ծրագրեր եւ այլն։ Թափառող շների համար։ Այո, դրան առանձին կանդրադառնանք։ Կարող եք նշել մեկ կոնկրետ ֆինանսական աղբյուր, որով այդ ամենը պետք է իրականացնեք։ Վաղաշապատ խոշորացված համայնքի բյուջեն Այնտեղ, որտեղ որ բյուջեն չի բավարարի, ես Վաղաշապատցիների առաջ պատասխանատու կերպով խոսք եմ տվել, որ համայնքապետի պաշտոնում ընտրվելու պարագայում ես չեմ խաղալու ներքաղաքականություն եւ արտաքին քաղաքականություն։ Իմ խնդիրը լինելու է Վաղաշապատ խոշորացված համայնքի բնակիչների հոգսերի թեթևացումը։ Դա անելու եմ համայնքային բյուջեով, իսկ որտեղ որ սպառվի համայնքային բյուջեն եւ հնարավորություն չլինի, եթե հարկ լինի, խնդիրները կհավաքագրեմ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջ, կներկայացնեմ, լուծումները ձեռքից կգան Վաղաշապատ։ Այստեղ եթե մարդիկ կան, եթե դուք մտածում եք, ես նախորդ համայնքների, մյուս համայնքների համայնքապետերի օրինակով, օրինակ Գյումրվա Կաշառակեր Վարդանիկի օրինակով պետքա ասեմ, որ Ռուսաստանի Դաշնությունից, չգիտեմ, հարուստ հոպարները կամ կոմունիստական կուսակցությունը հավատացյալների հետ ձեռք-ձեռքի տված գալու են այստեղ ներդրում անեն, ոչ։ Ձեր տեսակետն եմ հետաքրքիր։ Ես ասեցի, Վաղաշապատի բյուջեն ձևավորվում է Հայաստանի կառավարությունից։ Եթե դա Վաղաշապատի բյուջեն ձևավորվում է Վաղաշապատցիների վճարած հարկերից։ Հայաստանի Հանրապետության կառավարությունում ես ձեզ վստահեցնում եմ, փողի պակաս չկա։ Վստահեցնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունում այդպիսի խնդիր չկա։ Եթե Արագածոտնի մարզում հնարավոր է աշխատանքներ տանել, եթե Գեղարքունիքի մարզում հնարավոր է լայնածավալ աշխատանքներ տանել, շոշափելի աշխատանքներ տանել, եթե Սյունիքի մարզում հնարավոր է աշխատանքներ տանել ահռելի մասշտաբների, եթե Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում հնարավոր է աշխատանքներ տանել, ես վստահեցնում եմ ձեզ, համայնքապետի պատրաստականության եւ նվիրվածության դեպքում Վաղաշապատ խոշորացված համայնքում եւս հնարավոր է կառավարության հետ ուղիղ աշխատանքի միջոցով այդ աշխատանքները տանել։ Շատ լավ, պարոն Մկրտչյան, ձեր ծրագրերի մեջ ինչպես դուք նշեցիք, թափառող շներին վերաբերող մի ծրագիր կա, ուզում եմ ձեր խոսքից մի հատ մեջբերում անեք, ասում եք ստերջացնել, ապաստարաններ ստեղծել, նույնիսկ չիպավորել։ Դուք պատկերացնում եք, թե ինչ ռեսուրս է պահանջվում այս ամեն ինչը իրագործելու համար եւ երբ որ նշում եք սրանք, ինչպես եք դա իրականացնելու։ Դա իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի հետ ուղիղ համագործակցության միջոցով առաջին հերթին իրենց փորձը այստեղ եւս պետք է կիրառվի, որովհետեւ Երևանում քիչ թե շատ այդ խնդիրը մեղմվել է եւ հնարավոր է դարձել այնտեղ լուծումների հասնել։ Ես այս շրջանում շփումներ եմ ունեցել նաեւ Երևանում համապատասխան
աշխատանքները տանող թե կազմակերպության, թե նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ։ Առաջինը նրանց հետ համագործակցության արդյունքում, երկրորդը Եվրոպայում ապրող մեր հայրենակիցների հետ, եվրոպական տարբեր քաղաքների հետ փորձելու ենք պայմանագրերի միջոցով ներգրավել նրանց այս աշխատանքներում, այդտեղ եւս պատրաստակամություն կա։ Նրանք ֆինանսական երրորդը, սա ճշտում, հա, թե ֆինանսական դոնոր ընկերությունների եւ կենթանասերների միություն, եվրոպական, այո, ովքեր որ սատար կանգնեն մեզ, որպեսզի այդ հոգսը մեր ուսերից մի փոքր թեթևանա, թե նաեւ այստեղ եւս պետք չի էլի հեծանի ֆորինել։ Համայնքը խոշորացվում է, այստեղ հնարավոր է մի մեծ տարածք առանձնացնել հատուկ թափառող շների համար եւ համայնքի բնակիչներին ուղղակի ազատել թափառող շների խնդրից։ Եթե մտածում են ինչ որ, չգիտեմ, լուսին կամ հեծանիվ է պետք օրինել այստեղ, էլի սխալվում են։ Ես 2 ամիս ժամկետը նշել եմ, հիմա պատասխանատու կերպով էլի կրկնում եմ, 2 ամսում վաղ շաբաթում էականորեն թեթևացնելու եմ ժողովրդի վրից թափառող շների խնդիրը։ Ասում եք ապաստարան թափառող շների համար։ Աչքի տակ ունեք տարածք, որտեղ կարելի է այդ ապաստարանը կառուցել։ Իհարկե, վաղաշաբաթ խոշորացված համայնքին միանում է 17-18 գյուղ։ Գյուղերում եք, այսինքն տեղափոխելու։ Տարածքներ կան, որ ջրի խնդիր ունեն եւ ջրի հասցնելու խնդիր կա այդ տարածքներում, ամայացած, անապատի վերածված, այդ տարածքներում կարելի է իհարկե թափառող շների համար տարածք առանձնացնել։ Չի կարելի։ Ես ուզում եմ ձեր կարծիքը լսել։ Ես էլ ձերն եմ ուզում լսել, իբրև քաղաքացի։ Չի կարելի։ Քանի որ ձեր նշած տարածքը ես ինքս չեմ տեսել, կարելի չի կարելի։ Ես ասեցի, ես նկարագրեցի, անապատի վերածված, որտեղ ջուր չի լինում։ Իսկ չի կարելի այդ տարածքում ոռոգման եւ այլ ջրի մատակարարումը ապահովել։ Դա էլ կլուծենք։ Պարոն Մկրտչյան, դուք ներկայացնում եք Հանրապետություն կուսակցությունը, որը իշխող ուժի գաղափարակիցն է ընկալվում, նաեւ Ֆիքսենք, որ ես Հանրապետություն կուսակցության անդամ չեմ։ Բայց այդ կուսակցությունն եք ներկայացնում վաղաշաբաթում։ Գլխավորում կուսակցության ցուցակ։ Այո, որը քաղաքացիների շրջանում ընկալվում է որպես քաղաքացիական պայմանագրի արբանյակ կուսակցությունների։ Որ շրջանակներում։ Երևանում օրինակ։ Չէ, որ շրջանակներում։ Քոչարյանական շրջանակներում։ Խնդիր չկա։ Պրոռուսական Թևանյան Անդրանիկների շրջանակում։ Okay, խնդիր չկա։ Նրանք որ շրջանակում Արշակ Կարապետյանական Հայաստանից փախած թռած շրջանակներում։ Այո, չեմ գոռում։ Խնդիր չկա։ Կան քաղաքացիներ, որոնք ունեն այդ ընկալումը։ Համաձայն եք ինձ հետ, թե ոչ։ Ոչ։ Ինչու։ Նշված Դուք գիտեք, իսկ դուք կարող եք հիմնավորել։ Դուք հիմա ասում եք համաձայն եք, դուք հիմա բերում եք մի բան, որը իրականության հետ աղերսում։ Երևանում ինչ, եղել է քաղաքական դասական, քաղաքական պրոցես կոալիցիա։ Հիմա նույն process-ի մասին է իմ հարցը։ Եթե մենք հիմա ընտրությունների փուլում ենք, դեռ ընտրությունները նոյեմբերի 16-ին է նշանակված։ Դուք ակնկալում եք ինձանից։ Դուք ասացիք, որ Երևանից օրինակ եք վերցնում, օրինակ շների, թափառող շների խնդիրը։ Եթե իմ առաջ դրվի Երևանի օրինակը եւ ես երկընտրանքի առաջ լինեմ, վաղաշաբաթ խոշորացված համայնքը գնում է պրոռուսական Կիրիենկոյի կուրացիայի տակ մնացած ուժերի տակ։ Պարոն Մկրտչյան, իրականում ես ուզում եի հասկանալ ձեր հակափաստարկը որն է։ Ես հակափաստարկը արդեն իսկ ասացի։ Եթե Կիրիենկոյա մերձ ուժերին պիտի հանձնվի վաղաշաբաթը, թե ոչ Կիրիենկոյա մերձ, ես այստեղ իմ երկու ձեռքը կկտրեմ, Քոչարյանասերժական եւ պրոռուսական ուժերի ձեռքը չեմ սխմի քաղաքական առումով։ Սա սկզբունք է, որը բեկանման ենթակա չի։ Մեկ ճշտում, հա, այստեղ, եթե մեզ այդ նախորդ հարցազրույցներում նշել եք, որ բացարձակ հաղթանակի եք ձգտում։ Այո։ Բայց վստահաբար նաև քննարկում կամ տարբերակներ եք մշակում, եթե չլինի 51։ Ես վստահաբար գնում եմ հաղթելու։ Եթե չլինի, այդ ժամանակ կմտածեմ։ Եթե 51+ չեք հավաքում, դուք համագործակցում եք ԿՊ-ի հետ։ Ես նորից եմ կրկնում, ընտրությունները նոյեմբերի 16-ին են, վաղաշաբաթցիները վստահ են, որ ես հաղթող տեխնացու եմ եւ մենք գնում ենք հաղթելու։ Ընտրություններից հետո ես
կկրկնեմ նորից։ Իմ երկու ձեռքը կկտրեմ, բայց քոչարյանասերժական եւ պրոռուսական ուժերի ձեռքը չեմ սեղմի։ Մնացածը հասկանալ, դուք ում ձեռքը կսեղմեք։ Իրենք պիտի գան, ԿՊ-ն իմ ձեռքը կսեղմի։ Իսկ դուք դա չեք հաշվի առել, որ դա էլ կարող է լինի։ Մենք ոչինչ չենք բացառում։ Օրինակ ինչի՞ դուք ինձ հարցնում, թե ես ում ձեռքը պիտի սեղմեմ։ Ես էլ ասում եմ իմ ձեռքը քաղաքացիական պայմանագիրը գուցե սեղմի։ Դուք գնացեք քաղաքացիական պայմանագրին այդ հարցը ուղղեք։ Իրենք պատրաստ են իմ ձեռքը սեղմել, թե ոչ։ Քանի որ ձեզ հետ ենք հիմա հարցազրույցանում, ուզում ենք ձեր կարծիքը լսել։ Դուք պատրաստ եք։ Ես պատրաստ եմ, եթե քաղաքացիական պայմանագիրը ուզենա իմ ձեռքը սեղմել։ Իսկ առաջին քայլն անելուն պատրաստ եք։ Իրենք պիտի ձեռքը սեղմեն եւ երկրորդ ես գնում եմ բացարձակ հաղթանակի։ Գնում եմ վաղարշապատցիների հետ վստահ հաղթանակի։ Պարոն Մկրտչյան, Հանրապետություն կուսակցությունը միշտ խոսել է հակակոռուպցիոն արժեքների մասին։ Այո։ Քանի որ դուք վաղարշապատում իրենց եք ներկայացնելու, խնդրում եմ նշեք, ինչ մեխանիզմներով եք պատրաստվում այստեղ կառավարել ոլորտը եւ բացառել համանքային բյուջեի չարաշահումը։ Նախ իմ ծրագրում առաջնային տեղում է վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչը բոլոր առումներով։ Գիտեք, կոռուպցիան ունի երկու կողմ։ Կոռուպցիան միակողմանի չի, կա կաշառք տվող եւ կա կաշառք վերցնող։ Գյումրիում կար կաշառք պահանջող Վարդանիկ, ինքը պահանջող կողմ էր, դեռ բանը տալուն չէր հասել։ Այստեղ է համայնքի բնակիչների հետ ուղիղ ամենօրյա շփման, ամենօրյա աշխատանքի միջոցով հնարավոր է դա կանխել։ Այն վարչության պետը, այն պաշտոնյան, այն չինովնիկը, ով իր պաշտոնեական դիրքը փորձի չարաշահել ի հակադրություն քաղաքացու շահի եւ այդտեղ ինչ որ նյութական շահագրգռվածություն ունենա։ Ես առաջինն եմ իր գործը կազմելու եւ դատախազություն ճանապարհելու։ Ու այս քարոզարշավի ընթացքում էլ կարծում եմ ես իմ հաստատականությունը Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության մասով ֆիքսել եմ։ Ոսկե հատի մեր այլևս վախը կոտրված բնակիչները դա կհաստատեն։ Պարոն Մկրտչյան, ձեր ընտրողներին, ձեզ ընտրողներին ինչ ուղերձ ունեք, ամփոփելով մեր զրույցը։ Վաղաշապատ խոշորացված համայնքի իմ շատ սիրելի հայրենակիցներ, նոյեմբերի 16-ին գնացեք ընտրատեղամասեր եւ ձայն տվեք համար 3-ի օգտին։ Ինչու՞։ Որովհետեւ ես համոզված անկախական եմ, ես Վաղաշապատ խոշորացված համայնքի բնակիչ եմ, այստեղ ծնված մեծացած, ես ձեր տան տղեն եմ, ձեր քաղաքի տղեն եմ ու վստահաբար ձեր խնդիրների համար, ձեր խնդիրները լուծելու համար ձեզ պետք է մարդ, ում սիրտը ցավում այս քաղաքի ու այս համայնքի համար։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, զրուցում էինք Վաղաշապատի ավականու Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հետ։